Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին դասի կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. Վերջին զանգը ձեր մասին է, ձեր հույզերի, զգացողությունների, դպրոցական կյանքի ապրումների։ Դրանք կարևոր են հենց այստեղ, հենց այս պահին։ Այդ հույզերի մեջ անպայման կան ձեր ուսուցիչները, որոնք ձեր կյանքի շատ կարևոր մասն են իրենց խորհուրդներով և ներկայությամբ, իրենց մեծ աշխատանքով։ Շնորհակալություն հայտնեք նրանց այդ մեծ աշխատանքի համար։ Ուսուցիչ լինելն ամենադժվար աշխատանքներից մեկն է։ Այդ հույզերի մեջ կան ձեր ընկերները, միասին անցկացրած օրերի ջերմությամբ, ձեր համատեղ դասերն ու նախագծերը, էքսկուրսիաները և ուղղակի միասին անցկացրած ժամանակը ժպիտների, արցունքների ծիծաղի, շփոթվածության ու գուցե նաև վախերի ժամանակ է։ Ջերմ գրկեք ձեր ընկերներին։ Այո, դպրոցական կյանքը չի կրկնվում, բայց ձեզ սպասվում է մի ամբողջ կյանք, որը կարող է լինել այնպիսին, ինչպիսին ընտրեք, ձեր մասնագիտությամբ ու զբաղմունքով, ձեր ընկերներով ու սիրելիներով, դուրեկան ժամանցով ու սիրած աշխատանքով։ Չկա մի բան, որ չեք կարող անել, եթե շատ եք ուզում ու շատ ջանք եք դնում դրա համար։ Համարձակ գնացեք առաջ ձեր երազանքների ու նպատակների հետևից, սխալներից սովորելով, երբեք չընկճվելով և աճող կենսունակությամբ։ Դպրոցը նաև դրա մասին է, ձեզ կյանքին պատրաստելու ոչ միայն գիտելիքներով, այլ էմոցիոնալ և հոգևոր հասունությամբ։ Լավ սովորեք, որ լավ ապրեք։ Բարի երթ։ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել վերջին զանգ միջոցառման կապակցությամբ, որում ասված է. Սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեր կյանքի ամենահիշարժ օրվա վերջին զանգի կապակցությամբ։ Վերջին զանգն այն տոնն է, որին բոլոր աշակերտները անհամբերությամբ ու սրտի թրթիռով են սպասում։ Բոլորի մոտ հուզախառն զգացմունքներ են, ուրախություն, տխրություն, կարոտ։ Այսօր դուք մեկ քայլ առաջ եք գնում դեպի նոր կյանք, որոշները նոր դպրոց, մյուսները բարձրագույն ուսումնական կամ այլ հաստատություններ, բայց արդեն հեռու ձեր հարազատ դպրոցից, հարազատ դեմքերի ուսուցիչներից։ Սիրելի շրջանավարտներ, մաղթում եմ, որ ձեր կյանքի այս նոր շրջափուլն անցնեք առանց բարդությունների ու խնդիրների, ապագայի հանդեպ անսպառ հավատով, լավատեսությամբ ու կրթության կարևորության ամենաբարձր գիտակցումով։ Համոզված եղեք, որ կրթությունը մարդու կյանքի ամենաարժեքավոր ձեռքբերումն է, որը ցանկացած իրավիճակում ձեր կողմնորոշիչն է լինելու։ Այն ձեզնից ոչ ոք չի խլելու։ Շնորհավորում եմ նաև ձեր ուսուցիչներին։ Լիահույս եմ, որ նրանց փոխանցած գիտելիքները, նրանց սերն ու նվիրվածությունը ուղեկցելու են ձեզ ամբողջ կյանքի ընթացքում, իսկ դուք հավատարիմ եք մնալու այն արժեքներին ու սկզբունքներին, որոնք ստացել եք իրենցից։ Սիրելի ուսուցիչներ, ծնողներ, շնորհավորում եմ նաև ձեզ ու շնորհակալություն հայտնում ձեր աշխատանքի, նվիրվածության, համբերության և պարզապես մեր աշակերտների կողքին լինելու համար։ Թող մեր շրջանավարտները ձեզնից ստացած հմտություններն ու կարողություններն օգտագործեն ճիշտ և արդյունավետ, դառնալով արժանապատիվ, հայրենասեր ու հայրենատեր քաղաքացիներ։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորին և մաղթում տոնական բարձր տրամադրություն։ Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ։ Աբովյան համայնքի սիրելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ վերջին դասի անմոռանալի և նշանակալից տոնի կապակցությամբ։ Աշակերտական տարիների ավարտն ազդարարող վերջին զանգը շրջանավարտների առջև բացում է նոր ու մեծ կյանքի դռները, որտեղ սպասվում են առավել պատասխանատու, պարտավորեցնող ինքնուրույն քայլեր, միաժամանակ նոր գիտելիքներ ու ոլորտներ բացահայտելու մեծ հնարավորություններ։ Հարգարժան մանկավարժներ, վերջին դասը հիշարժան ու խորհրդանշական իրադարձություն է ոչ միայն շրջանավարտների, այլև ձեզ համար։ Այսօր հասուն կյանք եք ճանապարհում հերթական սերնդին, որին կրթել ու դաստիարակել եք նվիրումով, ներդնելով մեծ սեր ու ջանքեր։ Ի սրտե շնորհավորում եմ և մաղթում լինեք գնահատված ձեր շնորհակալ աշխատանքում։ Սիրելի ծնողներ, շնորհավորում եմ ձեր ընտանիքներում նշվող այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Կյանքի այս կարևոր ճամփաբաժնին մաղթում եմ ծնողական զգոնությամբ ու հոգատարությամբ ուղղորդեք ձեր զավակներին հասնելու նշանակալից հաջողությունների և ձեռքբերումների։ Սիրելի շրջանավարտներ, նոր կյանքի ճանապարհին ձեզ համար ուղենիշ ու ամուր հենասյուն դարձրեք ուսուցիչների փոխանցած գիտելիքներն ու խրատները, ծնողների անսահման սերն ու վստահությունը։ Մեր երկրի պայծառ ու բարեկեցիկ ապագան կառուցողները դուք եք լինելու։ Ուստի եղեք խոհեմ, արժևորեք գիտելիքն ու կրթությունը և ձգտեք լավագույնս մասնագիտանալ ձեր նախընտրած ոլորտներում։ Մեծ հույսերով և լավագույն սպասումներով մաղթում եմ ձեզ բարի երթ և կանաչ ճանապարհ։ Մայիսի 23-ի ժամը 12-ի դրությամբ մայրաքաղաքում և մարզերում պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել վերջին զանգի միջոցառումների մասնակից անձանց 109 տրանսպորտային միջոց, որոնցից 78-ի ղեկին եղել են անչափահասներ, հայտնում են ներքին գործերի նախարարությունից։ Կրկին հորդորում ենք զերծ մնալ ավտոմեքենաները երեխաներին վստահելուց, յուրաքանչյուր դեպք առաջացնելու է իրավական հետևանք։ Ուժեղացված հսկողությունը շարունակվում է, նշված է տարածված հաղորդագրության մեջ։
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության երկրաշարժերի վարչության գլխավոր տնօրեն Վանգ Կունի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին, նախագահը շնորհակալություն է հայտնել վերջին 5 տարիների ընթացքում սեյսմիկ հետազոտությունների ոլորտում հայ-չինական արդյունավետ համագործակցության եւ ներդրումների համար։ Դոկտոր Կունը շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության եւ ջերմ ընդունելության համար եւ նշել, որ առաջին անգամ լինելով Հայաստանում շատ տպավորված է մեր երկրից, ինչպես նաեւ հայ գործընկերների եւ գիտությունների ակադեմիայի գործունեությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են սեյսմիկ անվտանգության եւ հարակից ոլորտներում հայ-չինական համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։ Կարևորվել են երկրաշարժերի կանխատեսելիության ուղղությամբ գիտատեխնոլոգիական զարգացումները եւ ընդհանրապես երկրի ընդերքի հետազոտությունները, ոչ միայն սեյսմոլոգիայի, այլև տնտեսության, հանքարդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից դրանց կիրառական նշանակությամբ։ Զրույցի ընթացքում շեշտվել է տվյալների փոխանակման, համատեղ գիտական ծրագրերի իրականացման եւ մասնագետների վերապատրաստման ուղղությամբ գործակցության կարեւորությունը, ինչը կնպաստի երկրաշարժերի մարտահրավերներին առավել արդյունավետ դիմակայությանը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում ցավակցություն է հայտնել Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների մահվան կապակցությամբ։ Մենք խոր ցավով տեղեկացանք Վաշինգտոնում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների վրա կատարված հարձակման մասին, որի հետևանքով 2 մարդ է զոհվել։ Միանալով տարբեր երկրների ներկայացուցիչների ցավակցություններին, մենք հանդես ենք գալիս ընդդեմատելության եւ բռնության բոլոր դրսեւորումների, ասված է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ Հիշեցնենք, Վաշինգտոնում գտնվող հրեական թանգարանի մոտ կրակոցից սպանվել են Իսրայելի դեսպանատան 2 աշխատակիցներ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ցավակցություն է հայտնել զոհերի ընտանիքներին, հայտարարելով, որ կրակոցները ակնհայտորեն հակասեմական դրդապատճառներ ունեին։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ հրամայել է ուժեղացնել անվտանգության միջոցառումները ամբողջ աշխարհի իսրայելական դիվանագիտական ներկայացուցչություններում։ Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Դասարյանին ընդունել է Կիպրոսի պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասը, այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր։ Կողմերը անդրադարձել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափով համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը առցանց ձևաչափով մասնակցել է հաշվետվողականությունը գործողության մեջ հաստատությունների արձագանքները օմբուդսմենի եւ համընդհանուր պարբերական դիտարկման առաջարկներին մարդու իրավունքների պաշտպանության խթանման ուղղությամբ խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովը կազմակերպվել էր Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության օմբուդսմենի գրասենյակի կողմից ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։ Պաշտպանը շեշտել է ինստիտուցիոնալ եւ ֆինանսական անկախության առանցքային նշանակությունը, մարդու իրավունքների ազգային հաստատությունների արդյունավետության եւ անկախ գործունեության ապահովման տեսանկյունից, ընդգծելով նաեւ հանրային վստահության ամրապնդման եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կայուն արդյունքների հասնելու անհրաժեշտությունը։ Աբովյան համայնք կատարած աշխատանքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի պաշտոնատար անձանց շրջայց են կատարել կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով վերակառուցվող նոր մանկապարտեզի տարածք շինարարների հետ զրուցել աշխատանքների ընթացքից։ Շուրջ 830 միլիոն դրամ ընդհանուր արժեքով Աբովյան քաղաքում այս պահին հիմնանորոգվում է 4 մասնաշենքով 300 երեխայի համար նախատեսված նոր մանկապարտեզ։ Այցի շրջանակում մարզպետը եւ համայնքի ղեկավարը եղել են նաեւ Աբովյանի Մայակովսկի եւ Կամարից բնակավայրերում, որտեղ կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում մեկնարկել են դպրոցների կառուցման աշխատանքները։ Նշված բոլոր վայրերում աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Մայակովսկիում կառուցվում է նաեւ ապաստարանը։ Աշխատանքներն իրականացվում են տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակությամբ։ Այցի բոլոր կետերում Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանի, վարչական ղեկավարների եւ շինարարների հետ զրույցում մարզպետը կարևորել է իրականացվող աշխատանքների որակը եւ սահմանված ժամկետների խստիվ պահպանումը։
Մայիսի 17-ից 18-ին Աբովյան քաղաքի հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում թանգարանների գիշեր եւ թանգարանների միջազգային օր նախաձեռնությունների շրջանակում բացվել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադայի մեծ եւ սպասված ցուցահանդեսը։ Սամվել Սևադայի 75-ամյակին եւ Աբովյանում նրա ստեղծագործական գործունեության 50-ամյակին նվիրված ցուցահանդեսին ներկա են եղել Աբովյան համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանը, Հանրապետության անվանի եւ սիրված մտավորականներ, արվեստագետներ եւ Սամվել Սևադայի արվեստը գնահատող մեծաթիվ քաղաքացիներ։ Հյուրերը հանդես են եկել Սևադային ուղղված մեծարման եւ շնորհավորական խոսքերով, երաժշտական կատարումներով, ապա ժամեր շարունակ շրջել ցուցադրությունների սրահում, որտեղ ներկայացված են գեղանկարչի շուրջ 85 կտավներ։ Արվեստասեր հանրության համար Սամվել Սևադայի աշխատանքների ցուցադրությունը բաց կլինի մինչև սույն թվականի հունիսի 1-ը։ Կարևորելով թանգարանների միջազգային օրվա խորհուրդը, թանգարանի տնօրինությունը կազմակերպել էր նաեւ շնորհակալագրերի հանձնման արարողություն, որի շրջանակում տնօրեն Ռուզաննա Բադալյանը հանձնել է համայնքի ղեկավարի համար նախատեսված շնորհակալագիր մշտապես հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի կողքին լինելու համար։ Վրաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական հակամարտության դադարեցմամբ։ Այս մասին Սպուտնիկ գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է երկրի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին։ Վերջերս մեր տարածաշրջանում հակամարտություն եղավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, եւ մենք հակամարտությունը դադարեցնելու շահագրգիռ կողմերից մեկն ենք։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրների կառավարություններին հակամարտությունը դադարեցնելու պատրաստակամության համար։ Խաղաղությունն ու կայունությունը կարևոր են տարածաշրջանի համար եւ հնարավորություններ են բացում բոլոր երկրների համար, ասել է Կավելաշվիլին։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է զարգացման ֆրանսիական գործակալության ընդլայնման եւ եվրոպական հարևանության հարցերով տարածաշրջանային տնօրեն Մաթիո Վասիորի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե դե Կոտինյին։ Այս մասին հայտնում են կառավարությունից։ Փոխվարչապետը բարձր է գնահատել զարգացման ֆրանսիական գործակալության դերակատարումը Ֆրանսիայի հետ բազմոլորտ համագործակցության շարունակական խորացման տեսանկյունից։ Այդ համատեքստում Տիգրան Խաչատրյանը կարևորել է ինչպես քաղաքականության վրա հիմնված բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին ցուցաբերվող աջակցությունը, այնպես էլ ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկու ստեյք հետաքրքրություն ներկայացնող հարցերի, այդ թվում Վեդու ջրամբարի կառուցման աշխատանքների եւ այլ ընթացիկ ծրագրերի վերաբերյալ։ Հայաստանում այսուհետ գործելու են թվային վարորդական վկայականներ եւ թվային հաշվառման վկայագրեր։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, նշելով, որ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է ժամկետ եւ երբ խորհրդարանն այն ամբողջությամբ ընդունի, օրենքը կմտնի ուժի մեջ։ Բոլոր այն քաղաքացիները, որոնք ունեն վարորդական վկայականներ, առնվազն սեպտեմբերի 1-ից այդ վարորդական վկայականները կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների, ասել է նա։ Ղազարյանը նշել է, որ մեկ այլ նախաձեռնությամբ սահմանում են, որ եթե բարեկային ծառայության աշխատակիցը կարողանում է նույնականացնել վարորդին, այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է վարորդական վկայականն իր մոտ չունենալը։ Եթե անձը նույնականացվում է եւ հավաստվում է, որ անձն ունի վարելու իրավունք, ապա այդ վարչական իրավախախտումը չի կիրառվում, ասել է նա։ Փոխնախարարը նաեւ ընդգծել է թվային վարորդական վկայականը կկիրառվի միայն Հայաստանում, Հայաստանից դուրս անհրաժեշտ կլինի պլաստիկ վարորդական վկայական ունենալը։ Մայիսի 20-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 9451 անձ դիմել է քաղաքացիություն ստանալու համար եւ նույն օրվա դրությամբ կա 8315 անձ, որ նախագահի հրամանագրով ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Փոխնախարարը հիշեցրել է քաղաքացիություն ստանում են չափահաս անձինք, իսկ անչափահասները ծնողներից մեկի Հայաստանի քաղաքացիություն ստանալու միջոցով ավտոմատ կերպով կարող են ստանալ քաղաքացիություն։ Նույն օրվա դրությամբ ունենք 8315 անձ, որոնք Հայաստանի նախագահի հրամանագրով ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Վերջին շրջանում նկատվում է որոշակի ակտիվացում Հայաստանի քաղաքացիության համար դիմելու մասով։ Եթե տարվա սկզբին ունեինք օրական մոտ 20 դիմում, ապա այժմ օրական 40-ից 50 դիմում ենք ստանում, ասել է ներքին գործերի փոխնախարարը։
Ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության աշխատակիցները հայտնաբերել են Կոտայքի մարզում չարամտորեն ճանապարհային երթևեկության կանոնները խախտած Կիայի վարորդին, հայտնում է Շամշան.com-ը։ Վարորդը օրեր առաջ Երևան-Սևան ավտոճանապարհին Կոտայքի մարզի վարչական տարածքում երթևեկում էր հանդիպակաց, վթարային իրավիճակ ստեղծելով մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար։ Վարորդը ավտոմեքենայով տեղափոխվել է Կոտայքի մարզի գումարտակի հատուկ պահպանվող տարածք։ Տեղում պարզվել է նաև, որ ավտոմեքենան եղել է հետախուզման մեջ։ Վարորդը, ով Երևանի բնակիչ 34-ամյա ՏՍ-ն է, ենթարկվել է վարչական պատասխանատվության։ Հիդրոթերապևտաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, հանրապետության տարածքում մայիսի 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ, քամին արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։